Բարի օր, կրկին հանդիպեցինք մեր սիրելի բարի տաղավարում, տաղավար հարթակ, տաղավար է ինձ համար, իմ ընկերների, այսօր ես մենակ եմ, հեռախոսային զանգեր չի լինելու, ոչինչ, այդքան շատ է լինում, ծանրաբեռնվում ենք, աշխատում ենք ունի 1-2 հատ լինի, որտեղ չենք հասցնում ու հոգնում եմ անկեղծ ասած։ Այսօր տարբեր ասենց հատվածներ են բերել իմ հերթական թռուցիկներից, որոշ բաներ ես եմ գրել, որոշ բաներ դուրս եմ հանել գրականությունից, որը որ ես շատ կարդում ու հետաքրքրվում են, հատկապես արևելյան հոգեբանությունը։ Ընդունում եմ։ Նախորդ ասեմ, Հայաստանի բադբան չի լինելու, խաղաղվեք, դեսինֆորմացիաները շատ եմ ասել, դեռ շարունակվելու են, դեռ չեն հանգստացել ոմանք, ուղեղներդ մի քիչ աշխատացրեք, կարևորը որ խաղաղություն լինի եւ Հայաստանը գնա դեպի ծաղկունքի, ու դա լինելու է։ Շատերը հետ կվերադառնան, որտեղ արդեն գալիս են բնակարաններ կառնեն, աշխատանքներ կդնեն, հողի գյուղատնտեսության հետ կապված, որը շատ ճիշտ է լինելու, ու Հայաստանը գնալով կբարգավաճի, ռուսներեն կողմից ինչքան արգելափակումներ կդնի ապրանքների համար, մի հուսահատվեք ու վհատվեք, նյարդայնացեք, որտեղ եթե մի դուռը փակվում է, մի դուռը բացվում է։ Այնպես որ կբացվի ամեն ինչ շատ լավ կլինի։ Միայն համբերություն է պետք, որտեղ ամեն ինչը ժամանակից է կախված։ Ես տեսեք, այստեղ մի փոքրիկ միտք ավելի շուտ ասեմ, սա էլ եմ թռուցիկ համարում, Կոնֆուցիուսի խոսքերից, եթե մարդը, այս նաև Աստվածաշնչում կա նման մի միտք կա, եթե մարդիկ չեն հավատում իրենց պետությանը, ուրեմն այն գոյություն չունի։ Եվ ես գիտեմ, ոմանք չեմ ուզում ասեմ շատերը, որտեղ շատերն էլ հավատում են։ Պարզապես այդ ինտերնետը այն բաներն է հանում միշտ դուրս տնում, որտեղ որ անդադ պախարակում կա երկրի մասին, որտեղ կա դժգոհություն, մարդիկ էլ գիտեն ամբողջ հայոց աշխարհն է այդպես։ Հայոց աշխարհը այդպես չի։ Դուք հիշեք, այս վերջին հավաքը, որ եղավ ընտրությունից առաջ հրապարակում, ինչքան մարդ կար, ասեղ գցելու տեղ չկար։ Ինչքան մարդ կար։ Ու զարմանալի մի բան կա, տեսեք, ԿՊԱ-ներ ինչքան շատ են հրապարակում, ես չեմ իմանում այդ կուսակցությունների անունները անկեղծ ասած, Կարապետյանի խումբը ինչքան շատ էր էլի հրապարակում և Քոչարյանի խումբը ինչքան շատ էր էլի հրապարակում, այսքան շատ մարդ կա մեր Հայաստանը, հիմա ոնց իմանանք շատ ու քիչը, այն ղեկավարը գիտեր, որտեղ տեսնում էր հրապարակը լիքն են, իրանք միանշանակ հաղթած են, այն էլ տեսնում են լիքն են հաղթած են, ես իմ տանից հաղորդում տվեցի Արմանի հետ, հիմա նորից ուզում եմ ասեմ, եթե ով ոնց կուզի կընդունի, որտեղ ես հիմա իմ Սատուրնին անենց լավ մեջքիս կանգնած է, Սատուրնը անենց հզոր է, անենց պաշտպան, անենց է հարվածներ տալի, հիշուղություններով ինչ-որ տեղեր, փոքր տեղ բարի, նաև դաժամոլորակ է, հիմա էլ խոյում է, թույլ է տալի, որ խոյեր, որտեղ տեսնում եք անարդարություն, որտեղ ապրել եք ստրկական վիճակով, հանուն նամուսի, ամոթի, թասիպի, դաստիարակության լռել եք, հիմա էլ թույլ չի տալիս լռել, ասում է խփի ճակատներին, ով տեսնում է սխալ է, ով քո եսին, քո ինքնուրույնությանը կպնում է։ Եթե ամբողջ աշխարհի հայերին, ամբողջ աշխարհի եմ ասում, հայերին բերեին, ինչ կեպ կբերեն այդ կարևոր չի լծվեին Հայաստանում, էլի ընտրվելու էր գործող իշխանությունը, վարչապետը, որովհետև տեզերքի դեմ, Արարիչի դեմ, չեմ ուզում պատահապատե Արարիչի դեմ, բայց ամեն ինչ իմացեք Արարիչի ձեռքի տակ է, որտեղ վարչապետը ունի ծրագիր, քանի Հայաստանը ճահիճից չի հանել, քանին լծից չի հանել, քանեն ստրկական վիճակից չի հանել, նա չի գնա, այնպես որ ինչ ուզում եք արեք, որտև դուք չեք կարող հանել, դուք նորից անցյալի մեջ եք գնալու, իսկ անցյալը հետ չի գա, ու ոչ մի ղեկավար Ղարաբաղը չի բերի, Ղարաբաղը ես ասել եմ նորից կասեմ, հետ է գալու,
մի քիչ ժամանակապետք Հայաստանը պետք է ամրանը ոտքի կանգնի, արդեն Ղարաբաղի հարցը կլուծվի։ Սկզբից մենք, որտեղ մենք մայրն ենք Ղարաբաղի, նա մեր որդին է։ Լաչինել կրկնել են պորտալարն Հայաստանի ու Ղարաբաղի միջև։ Մենք մենակ կարող ենք ոտքի կանգնենք, եթե երկար տարիներ մեզ 200 տարի այս տրկական վիճակով չեն պահել։ Այդտեղից էլ փոխվենք, մենք ոտքի ենք կանգնելու, որը շատ դժվար է։ Ոտքի կանգնելը դժվար չի, փոխվելն է դժվար, որովհետև սադրիչները շատ են։ Այսպես։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր, մտածեք ինչ որ ասում եմ։ Եթե վատ ես զգում, ես շնորհակալության համար եմ ուզում ասեմ, ոչ միշտ ամարտ երջանկության ժամանակ շնորհակալություն հայտնում, որտեղ ամեն օրը մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որտեղ կա արև։ Արթնացանք, տեսնում ենք կա արև, թեկուս անպամած լինի, բայց լույս կա, օրը փոխվել է, տարարիչն է, մենք պետք է շնորհակալ լինենք, սովորենք շնորհակալ լինել։ Եթե վատ ես զգում, սկսի շարունակել, լինել, որ դու կաս, միշտ պետք է մտածես։ Նայի հայլոն, ասել եմ ամենաճիշտ տատա, որ դա հայլին է, մեր երկրորդ եսն է դա, մեր արտացոլանքն է, որ դու կաս, որ ձերքու ոտք ունես, որ շնչում ես։ Եթե քո մասին չարախոսում են, քեզ հետ վատ են վարվում, էլի շնորհակալ եղի, որտև դու կաս։ Ինչքան դու լավը մտածես, ինչքան դու ուրախ լինես, ինչքան լավ լույսեր, էներգիա վերև ճառագես, որտեղ դա ջերմությունն է, տաքությունն է, այնքան քո չարախոսող, նախանձող մարդկանց ցավ կպատճառես, նրանք ավելի կգազազեն, կարող է այնքան պայթեն փուչիկի պես մեծանան ու պայթեն, բավական է դրանց մի հատ սենց թեթև կտացնես, ասեղով խփես, իրանք փուքսնիչնելու են։ Այդ ժամանակն էլ է մոտեցել չարախոսների, դեր Սև լուսինը գտնվում է աղեղնավորում, որը նաև միստիկ նշան աղեղնավորը համարվում, դա իրավական համակարգներ, փաստաբաններ, քննիչներ, դատախազ, ինչ կա իրավական դաշտում, այդտեղ ինչքան եղել է, որտեղ երկակի նշան աղեղնավորը, մարդ գլուխ չի հանում, աղեղնավոր այդ կարապրի, չգիտենք լավն է, թե վատն է, որտեղ օրվայկես ուրիշը, օրվայկեսն ուրիշը, հատկապես տղամարդիկ, հատկապես, չնայած լինում են նպատակասլաց իրանք, բայց այդ նպատակասլաց լինելը պետք է օգուտ է բոլորին, ոչ միայն իր շահի համար, իսկ ընդ շահն է խոսում։ Հակառակ նշան աղեղնավորի երկվորյակն է, իրանք լավ լեզու ունեն, իրանք կարող են խոսեն, համոզեն, բայց նաև հակասում են իրենց։ Մեկը օդա, մեկը կրակ։ Շնորհակալ եղի, նորից եմ կրկնում, շնորհակալ եղի ամեն ինչից, որ դու կաս, որ դրանք քեզ տեսնում են ու նախանձում են մինչև անգամ, չարանում են քո լավը լինելու համար, դու հաղթահարում ես փորձը։ Եթե մենակ ես, էլի շնորհակալ եղի, որ դու քեզ հետ ես ու կարող ես էլի շնորհակալ լինել։ Եթե գլխիդ կտուր կա, եթե սառնարանը բացում ես, տեսնում ես, թեկուզ մի հատ ձու կա ընդ, մի այսքան պանիր, մի քիչ հաց, դու էլի շնորհակալ եղի, որտեղ մեր աղոթքի մեջ տերունական տուր մեզ հացն անապայզոր, ասա հենց այնպես չի։ Մի վուրցորեն էլ հենց այնպես չի։ Տեսեք, մենք շուկայում ինչ-որ բաներ, երբ որ գնումներ են կատարում, տեսնում ենք, որ կշեռքի վրա ինչ-որ մի բան պակաս է լինում, մենք զայրանում ենք, չէ, որ խափում են իրան քաշի մեջ։ Մենք ուզում ենք ավելացնենք, հələ մի բան էլ ավել դնեն ինչ, բայց հետո բերում ենք տուն ինչ-որ չենք ուտում, թափում ենք։ Ինչքան կուտես, այդքան առ, շատ մի առ։ Ուղղակի առաջներում, քանի որ մի քիչ դժվար է եղել ապրուստները, մարդիկ սովոր են մեշոկներով, ես ասում եմ փթերով, արկղներով եւ կարակը հալում ենք, դույլերով յուղերը, ես էլ եմ հալել միշտ, շաքարը մեծ կտոր առնում ենք, գիտենք թե պետք է վերջանա սովետարը լինի, բայց չեղավ այդպես բան։ Հիմա էլ չի լինելու Հայաստանում։ Հայաստանում սով չի լինելու ժողովուրդ։ Եթե որևիցե երկրից ու որևիցե մեկը մեր Հայաստանի մասին որևիցե վատ բան կասի, վատը, որ ժողովուրդը նյարդանա, այդ սուտը չավատակ,
որտեղ վատ բան չի լինելու։ Ուղղակի մարդիկ այդ որ մի քանի խմբի են մասնատվել են, այդ լավ չի, այդ մարդուց է գալիս։ Մարդուց է գալիս, հետ ենք նայում, հետ մի նայեք առաջ, նայեք օրով ապրեք, որտեղ ժամանակները փոխվել է ամբողջ աշխարհում, ժամանակն էլ կարճացել է, փոխվել է։ Հիմա գնալով ավելի շատ է, սա հուլիսի վերջից խավարումից հետո օգոստոսի խավարում ունենք, մարդկանց մտածելակերպն է փոխվելու, ապրելակերպն է փոխվելու, ճաշակը, սոցիումը, կարգավիճակը, ամեն ինչ փոխվելու է, ավելի շատ գալիս է արագ մտածելակերպ եւ գիտելիք եւ նորագույն տեխնոլոգիա։ Մենակ ես էլի շնորհակալ եղի, որ քեզ հետ է, որ ինքդ քեզ հետ ես, դու շնորհակալ ես քեզ ստեղծողից, որ քեզ հրեշտակներ է տվել։ Այո, յուրաքանչյուր մարդ, որ գալիս է այս աշխարհ, իր հրեշտակն ունի։ Փոքր երեխաները, երբ նայում ես բարու երեխեք իրանք քնած են, իրանք ծիծաղում են, լաց են լինում քնի մեջ, այդ հրեշտակների հետ են խոսում։ Եվ միշտ հրեշտակները մեզ հետ է լինում, մինչև կյանքի վերջ, հետո էլ իրենք ճանապարհ են դնում։ Եվ մենք էլ պետք է հրեշտակների շնորհակալ լինենք, եթե ընկնում ենք ոտքներս քարին ա կպնում կամ ինչ-որ մի բան մեզանից ստանում են, գողանում են, մենք այդտեղ պետք է շնորհակալ լինենք հրեշտակից, որ մեզ վատ բան չեղավ, այլ առարկային եղավ։ Եթե մենք դա չենք անում, կամ վազում են մատաղ են անում, եթե վթարից փրկվել է մատաղ են անում, պետք չի մատաղ անել, Հիսուսն արդեն իրեն մատաղ արեց բոլորիս համար։ Այս շնորհակալ եղե հրեշտակից, որ իրանք չխռովին ու չգնան։ Հրեշտակները խռովում ու գնում են, այդ մեր պահվածքից է գալիս։ Հրեշտակները սուրբ երրորդությունն են փառաբանում, ննջեցյալների համար էլ կան իրանք, աղոթք եւ ողորմությունը պահքը պահողի համար է, Աստծո շնորհքը հրեշտակներին է տրվում, հետո նոր մարդկանց։ Մեղքը պետք է ասենք խոստովանությունը եւ հարկավոր է ապաշխարել։ Այս տարել ապաշխարության տարի է համարվում, հատուցման տարի է համարվում, ամբողջ 26 թվականը Տեր հոգևոր դաշտում ես պարակտումները Տեր կգնա, ամեն անգամ ես այդ հարցը նյարդայնանում եմ, էլի բարձրացնում եմ, ոչ ոք եկեղեցու դեմ չի, եկեղեցուն հանգիստ թողեք բոլորը, այստեղ հարցը քահանան է, որ քահանան հարկավոր է Աստծո տրան տեղը ժողովրդին ցույց տա, որտեղ շատ հեռացել են, սիրո քարոզներ անի, որ Աստված սեր է, ու բարություն, զույգերի միջև, երբ որ գնում են եկեղեցով ամուսնության, թող այդ քարոզն անի, որ ինչ բան է ընտանիք, այլ ոչ մտնի քաղաքականություն, դրամից հեռացնում է, ու չմոռանանք, ես շատ եմ այդ հարցը տալի, Հիսուսն ինչ էր արել, որ իրան խաչեն բարձրացրին, ինչ էր արել, ինչ վատ բան էր արել Հիսուսը, որ գողին հանցագործին Բարաբային ընտրեցին, իսկ իրեն ոչ ասեցին, հանեք խաչին, ու մի ցնցոտիավոր, անգրագետ ժողովուրդ ընտրեց Բարաբային, որտեղ իրենց կողքը կանգնած են քահանաները, որտեղ քահանան է, ինչ-որ բան է իրանից ներկայացնում, քահանան ոնց ասում էր, ժողովուրդը իրան լսեց ու ենթարկվեց։ Դրա համար ընտրելով ժողովուրդը գողին ու հանցագործին, դա նշանակում է, որ այդ դուս չի գա մարդկանց մեջից։ Մենք ընտրեցինք գողությունը, հանցագործությունը եւ այդտենց էլ արդեն քանի տարիներ մարդկության մեջ այդ բանը կա։ Ու հարկավոր է մի հատ թեղաշրջում աշխարհում, մի բան մի հատ գմփա ու նորից այս երկրաշարժները, ջրհեղեղները հենց այդպես չի լինում, որ մարդիկ սթափվեն։ Տեսեք ընտրությունների նախորդին ինչքան եմ ես եթերներով ասել, որ մի անիծեք, մի վատ բաներ իրաց ասեք, մի չարացեք, շատ մարդ կա, որ եղել է վարչապետի կողքը, բայց վախեցել է ասի, անեց գիտակ չընկնի։ Ես պարզ հիմա ասեմ, քանի որ անցը գնացել ամեն ինչ, Տաշիրում աշխատող այդտեղ աշխատակիցներից ես շատ ունեմ ծանոթներ, որոնք դիմել են ինձ, ընդեղի մեծամասնությունը էլի նորից եղել են վարչապետի կողմը։ Ու իրանք շատ բողոքում են,
Ինձ էլ խնդրել են, որ ես ասեմ ու պետք է ասեմ։ Կարող է չասել, բայց պետք է ասեմ։ Բողոքել են ընդեղից ինչի համար, որ շոքին հիմա իրանք վենտիլատոր են միացնում, կոնդիցիոներ չունեն։ Հաճախորդները գնում են այնտեղ ինչ որ մի բան փոխելու չեն կարող, որտեղ վահավոր շոկ է։ Չկա կոնդիցիոներ, ջուր է կաթել վերևից, հարմարություններ չկա։ Այդ բողոքները կա, դրա համար էլ չեն ընդունում, ու շատ բաներ չեն ընդունում։ Առողջ դատող մարդը միայն փողի հետև չի վազի։ Ու հիմա այնպեսի շրջանը աշխարհում այն մարդիկ, ովքեր անարդար հարստացել են, այդ շատ-շատերը գնալու են սնանկացման։ Հուլիսի վերջերից դա կսկսվի արդեն, դանդաղ կընթանա ամենքին իրա չափով ու հարվածներ ընտանիքներին կխփի, հատկապես ծնողները, հայր երեխա, տղա երեխա հարաբերությունները կարող է փլուզվեն ու կարող է արդեն այդ տղաները իրանց պապաներին մեղավոր զգան, հասկանան հոր արած սխալները, եթե իհարկե իրանց տղաներ չեն հղբացել, որտեղ պտուղը ծառից հեռու չեն գնում։ Կծկտուր բաներ եմ ասում, մեկ էստեղից, մենք այնտեղից, խոսքը բերում, որովհետև ես ուզում եմ խոսեմ անկեղծ ամենքի հետ, որ բոլորը հասկանան, ինձ ինձանից էլ չեմ հնարում, ես չեմ կարող ամեն մի նախադասության եւ սկզբին եւ վերջին ասեմ, այս մոլորակ, այս ինչտեղ, այս հարվածից, այս բախումից, այս աստիճան, այս բանը կտա։ Արդեն ես նայում եմ նախապես ինչա։ Արդեն ես գիտեմ 26-ն իրանից ինչա ներկայացնում, մինչև տարվա փակվել 27 ինչա ու 28-30 թվականները ինչ են։ Բայց հստակ օրերով, ամիսներով ոչինչ հնարավոր չի ասել, ինչու, որովհետև անկախատեսելի դեպքեր շատ է լինելու։ Չես կարող հստակ բան ասել 3 ամսվա ինֆորմացիա եւ ընդհանուր տարին իրանից ինչա ներկայացնում, որտեղ եղավ վատ մտքեր, չար մտքեր, անեծքներ, ես խոսում եմ աշխարհին, բայց Հայաստանի մասին խոսամ, այն շրջաններում, այն գյուղերում, որտեղ եղել է չարություն ու անեծք ու իրար չհասկանալ, թեկուզ մի ընտանիքի մեջ այդտեղ երկնային տարերքներ է սպասվում։ Ես եղավ լսետերիկ տեսա Գյումրիում այնտեղ էլ որտեղ էր Սևանի ճանապարհին այդ փլուզումները որ պետք է լիներ, այդ կարկուտները ձյան նման ինչքան շատ են, ինչքան բաներ փչացրեցին, դեռ սպասվում է։ Ռուսաստանում առավել ևս, որ մի երկիրը մեր Հայաստանի վատ բաները արի, այնտեղ էլ է սպասվում։ Պատերազմը այնտեղի դեռ չի վերջացել, մեծ հարցականի տակ է ռուս-ուկրաինական պատերազմը երբ կվերջանա, ինչքան էլ գրում են, ասում են հիմա կպրծնի, հիմա ես չեմ տեսնում, հիմա վերջանալ, այնտեղ դեռ ավելի տհաճ բաներ է սպասվում։ Ամենից խաղաղը Հայաստանն է, դրա համար այդ իմանալով հանդերձ եւ երկնային աղետներից խուսափելու համար, կլիմական վիճակից խուսափելու համար շատերը կգան Հայաստան, կտեսնեն, որ ստեղ լավ է, կտեսնեն ու կիմանան ու կգան։ Տարիները ինչքան անցնում են, տարիքի հետ մարդիկ իմաստուն են դառնում, ինչքան դեմքին կնճիռները շատ են, այդ ամեն մի գիծը մի իմաստություն, ամեն մի գիծը մի պատմություն է, մի կյանք է, մի պատմություն է։ Բայց ես մի քիչ ուզում եմ այսօր բարի խոսամ, ձեր հետ խնդրանքով խոսեմ։ Այդ չեք հավանում, բառով մի ասեք բառով։ Բոլորն էլ ծերանում են, այդ ասողի մաման էլ է բառավ, իսկ ասողը ջադու է, որտեղ ինքը արդեն կնճռոտ է, ինքը կմեծանա, իմ տարիքին կդառնա մի հատ կեղտոտ անիծող ջադու, մի ասեք այդպես բաներ, չի կարելի, այդ նման խոսողները դուք ունեք ծնողներ և մայր և հայր, ունենք եղբայր, ունենք երեխեք, որ դուք կմեծանաք, ձեր երեխեքի աչքին դուք ջադուկ երևաք, որտև հիմա ինչպես դու լցնում ես հողը, այդ ջուրն է քո միտքն է, ջուրը միտքն է, այնպես էլ քո ծառը, քո թուփը, քո ամեն ինչ այդպես աճելու է։ Ես իմ միտքս տերևի համար մի sense կյանքի մարդու կյանքի հետ եմ համեմատել, տեսեք ինչ եմ գրել։ Բայց իրականում զգուշ են մեծահասակները,
Հավես չեն ունենում արկածների կտրուկ քայլերի։ Լինում են բողոքականներ, ամեն մի հուզմունքը ձայնալարս է։ Ամեն մի հուզմունքը խփում է իմ ձայնալարին։ Ինքան բան ասելու, ինքան բան խոսելու, չգիտես որ մեկն ասես, ու ամեն անգամ խոսելով միշտ ուզում եմ ասեմ, ես միայն ինձ համար չեմ խոսում, իմ շահերից չեմ խոսում, որտեղ ես կարդում եմ, լսում եմ, տեսնում եմ, որ համատարած է գնում դա, շատերի հետ են այդպես վատ խոսում, ով վիշտ է տեսել, սուք է տեսել, ոչ ոք իր այնտեղ հոգու ներքե ցավը չի կարա հասկանա, ամեն մարդու ցավն իրենն է, ամեն մարդու վիշտը, դարդը իրենն է, ու մի խոսեք իմ հասցեին ոչինչ մի ասեք, իմ վիշտը ինձ հետ է, ես մասկը ներկեմ, շտներ կքսեմ, թե ինչ կակնեմ, դա իմ գործն է, ես եթեր եմ դուրս գալիս շփվում եմ մարդկանց հետ, ես չեմ կարող են գլուխս լաչակով կապեմ, սքի մեջ գամ խոսեմ, ես չեմ գա, եթե այդպեսին լինեմ, չեմ գա, ես պետք է առույգ լինեմ, հումորով լինեմ, ժպտերես լինեմ, որ դուք լսեք ինձ, թե չեք ասես բժիշկ, գնա բժշկեր քեզ։ Իմ մեծ տղան ինձ արգելել է, իմ թորներն էլ մեծ թորնիկս, որ ես հանկարծ լաց լինեմ ու սևի մեջ լինեմ, հանկարծ եթեր դուրս չկամ, իսկ իրանք իմ միակ հարազատներն են արդեն։ Ու և թորնիկս է խնդրել, և տղաս։ Ու հրարել է, ես լսում եմ հրարին, հրարի իմ հետ անդադ, նա էլ անդադ ինձ ասում, որովհետև չի կարելի վիշտ տեսած ննջեցյալը կորուստ ունեցող մարդը անընդհատ լաց լինի, նրանք տեսնում են, որ մենք լաց ենք լինում, տխրում ենք, բայց իրենք ոչինչ չեն կարողանում անեն, չեն կարող, իրանք չունեն այդ ուժը, որ ինչ-որ մի բան անեն, ու դրանից իրենք շատ տանջվում են։ Հենց դա հասկանալով, ոչ թե սրաները ասելով, հենց դա գիտակցելով, հասկանալով, ես ինչքան կարամ պետք է ուրախ լինեմ, որտև իմ տղան միշտ սիրել է վառ, որ ես վառ հագնեմ, ինքն էլ է միշտ վառ հագեն, քսևի մեջ չեղե երբեք, ու միշտ ժպտամ, նա էլ միշտ տուն է մտել, միշտ ժպտալով։ Այդպես էլ բոլորիդ եմ ասում, շատ ծանր է այդ վիշտը, բայց եկեք լաց չլինենք, ով որ զավակ է կորցրել, որ իրանք վատ չլինեն։ Մեծահասակները կտրուկ քայլերի չեն գնում, արկածներից հեռու են արդեն, լինում են բողոքական, շատերը լինում են ուրախ օրով պետք է անցկացնենք ու ես խորհուրդ կտա, ասենք թոշակի անցած 65-ից հետո մարդիկ այնպեսի մարդկանց հետ ընկերություն անեն, ովքեր ժպտերես են, ովքեր ունեն հումոր, ովքեր ջոմարդ են, ես այդ բառն ուզում եմ ասեմ, չեմ ուզում ասեմ ծախսող, որ լոթի են ծախսելու մեջ, քծիպ-մծիպ բաներ չունեն, հավաքվեն գնան միտեղ, թեկուս այգեում նստեն, սրճարան գնան, համերգի գնան, կինոյի գնան, որպեսզի որտև ինչ մենք ծրագիր անցկացրել ենք, երեխաներ ենք պահել, դա արդեն վերջացավ, մեծացան իրանք, հիմա մենք մեր համար պետք է ապրենք, ոչ թե դերքերը կանթենք նստենք, կանթատլացենք ու անցյալը հիշենք, ինչ օրեր ենք մենք ունեցել, դա պետք չի, ապրելա պետք, որտեղ Տիրոջ ձեռքն է, մենք իրավունք չունենք մեր կյանքի տևողության վրա դնել ժամկետ, դա Տիրոջ ձեռքն է, ոչ մի բանի մենք իրավունք չունենք, ինքը գիտի ինչ կանի, երբ կտանի, ուրախ հարկավոր է միշտ ուրախ ապրել, բայց կյանքը շարունակվում է, չխոչընդոտներ ուղարկել, հարցեր դնել, որ պետք է լուծում ստանա։ Այդ մեր ծրագիրն է, այսօր արթնացա, Կիրիկոնը հարկավոր է գրել, ես այդպես եմ անում արդեն համարյա 2 տարի է, որ գրում եմ, այսօր ամեն օրը մի գործ պետք է անեմ, ինչ-որ հարցեր, եթե դուրս կամ տնից ինչ-որ մի բան անելու համար։ Հետո որ գալիս եմ տուն, օրը փակվում է, արդեն վերջում ջնջում եմ, որ սա արել եմ, այնքան հետաքրքիր է լինում, ոնց որ ապրես, ոնց որ վաղվա համար սպասես, վաղն ինչ եմ անելու։ Պետք է լուծում, ինքդ լուծում դնես, ինքդ ծրագիր դնես քո կյանքին։ Մարդիկ
չեն մեծանում, մարդիկ քայքայվում են։ Այո, մարդիկ օրորի, մարդը քայքայվում է, չի ծերանում, այլ քայքայվում է ու թոռոմում է։ Այդպես էլ տերևն է, ես տերևը մարդ համեմատեցի իրան։ Տերևը իր կոկումից, որ բացվում է դուրս է գալիս, ինքը լինում է բաց կանաչ գույն։ Հետո այդ կոկումը դառնում է մուգ կանաչ, հետո բացվում է ինքը, մուգ կանաչ արդեն, ու մեծացավ, հետո դեղնեց, հետո լինում է, որ նաև կարմրեց, թուլանում է արդեն, եթե դեղնում է, ինքը թուլանում է, տերև կա կարմրում է, տերև կա դեղին է լինում, աշնանը, որ նայում եք, տեսնում եք դաշտեր ինչքան գունավոր են տերևները, ես տեղ ասում եմ միգուցե ամաչում է, որ արդեն ծերացել է, այդ տերևը, որ կարմրում է, ինքը ամաչում է, որ ծերացել է, իսկ մարդկության մոտ իմ մաման էլ էր ինչ ասում, ձերքերի նայում էր, ասեց կնճռոտը թուլացել էր մաշկը մկան, ես ինչ եմ դարել, բոլոր մարդիկ իրենց մեջ գիտեն իրենք դեռ երիտասարդ են, կողքիններն են տեսնում, այդ մարդը ծերա, թե ծեր չի, տիկինա, թե տատիկա, թե պառավա, թե ջադու է, բայց ով երբ ծերացածին պառավ ու ջադու է, ասում ինք ավելի վատնա լինելու, ինքը լավ աչքեր, նա հնարավոր չի լավ մարդ լինի, դուք հասկացեք, իր աչքերը այդ դիմացի տիկնոջը քանի տարեկան ուզում է լինի, եթե ասում է ջադու, ինքը լավ մարդ չի, ինքը լույսը չի տեսնում, ինքը սուտ է, ինքը ցինիկ է, ինքը տգետ է, ինքը ամբարտավան է, ինքը չգիտի, որ ինքն էլ է ջադու լինելու, ինքը վհուկ ջադու է լինելու, վհուկ ջադու, մեկան նայում մեծ հասակներ կանեց վախենալու են, գլխին էլ մաս չկա, տիֆոս, այնքան վախեն, ու իրանց վրայից շատ փիս հոտ է գալի, ինչքան էլ իրանք մաքուր լինեն, այդ փիս հոտով մարդիկ, դա իրանց արյան հոտն է, որտև իրանց արյան մեջ քաղցրություն չկա, իրանք չար են, այդ չար խոսողները այդպեսին են լինում, կարծեմ Դաստայևսկու մոտ էր, ոչ երև պատիժ ինչքան հիշում եմ տեղեր, որ այդ սենյակից մեռելի հոտ էր գալիս, այդ անմեջի միակ ապրող պառավներ, այդ այնց մարդկանցից այդ այնց մեռելի հոտ է գալիս, քայլող դագաղներ են իրանք համարվում, ես այդենց կասեմ, ջադու չեմ ասի իրանց, քայլող դագաղներ, ու իրանք կարան թորներ ունենան, ու թորներին խրատ տան, չեն կարող թորնի, որտև իրանք քաշելու են թորանը, անիծելու են, որ չեն լսում, ծեծելու են, ճմկտելու են, այ հիմա այդպես չար խոսողները, դա իրանց ապագան է։ Քամին փչեց այդ դեղին կամ կարմիր տերևը, ու տերևն ընկավ, ու վերջ, մեռավ, բրծավ, ու գնաց ոտքի տակ, հավերժություն, կամ հավաքեցին, կամ չհավաքեցին, եթե անտառում է, կամ այգիներում է, այդպես էլ մնում է, մարդիկ վրայով անցնում են, ինքը անցնում է հողին արդեն, բայց այդ տերևից նորը չի ծնում, ճրագի վրա նոր ծիլ է տալիս, նոր բողբոջ, որ տերևը ծլի ու աճի, ծաղիկն էլ է այդպես լինում, ընդհանրապես բույսը տենց է, մարդն է, ու տերը վերևից գրած ուներ, ասած ուներ, որ եթե ես թռչուներին, կենդանիներին, ծառերին պահում եմ, ծաղիկներին պահում եմ, ձեզ կպահեմ ու կպահեմ, այնպես որ ապրեցեք օրով ու ժամանակները հասել օրով ապրելու, ծաղիկն էլ է այդպես, ծլում է, աճում է, հոտ ու բույր է թողնում, հետո թոռոմում ու գնում է, ուստեղ ես հիշեցի Թումանյանի բանաստեղծությունը դպրոցում եք սովորել, չեմ հիշում դա որ դասարանն էինք, որ ուր գնացին ծաղիկները, ինչ լավներ ամեն ինչ է Թումանյանը, ուր գնացին ծաղիկները, սուս քնած են հողի տակ, այո սուս քնած են հողի, այդ մենք ենք, մենք ամեն մարդը մի տան ծաղիկա, ամեն մարդը մի տան շիվա, մի տան ծաղիկա, ու ուր գնացինք, մենք հետո գնում ենք, քնում ենք հողի տակ,
Սուս քնած են հողի տակ ծածկված ողջ ձմեռը ձյան ծածկույթով սպիտակ։ Այսպես տեսնեմ, այստեղ էլ ինչ ունեմ, այս էլ մի քիչ լիրիկա էր։ Ինչը քո պարտականությունը չի, մի արա։ Սա իմ հերթական թռուցիկն է, որը շատ կարևոր է։ Ինչը քո պարտականությունը չի, մի արա։ Ավելորդ ոչինչ մի արա ու ասա։ Երբեք բառեր մի ասեք, որոնք անհրաժեշտ չեն։ Եթե Տերը մեզ դրել է երկու ականջ մի բերան, դա նշանակում է այդ ականջովդ լսիր, լավ լսիր երկու ականջ ու բերանդ փակ պահի։ Եթե պետք լինի 3-4 բերան կտներ, մի քիթա դրել, քթանցքներդ լավ բացարա, շնչի թթվածին է, որ կապն է Աստծո հետ։ Ու այդ հանելուկը կա, ինչն է մեզ մոտ նայում ենք ու չենք տեսնում, դա մեր քիթն է, որ նայում ենք ու չենք տեսնում, նաև թթվածին է, նայում ենք ու չենք տեսնում։ Ես մի փոքրիկ գովաշ չլինի, բայց ուզում եմ, որովհետև շնորհակալ եմ, ես ունեմ մերսող մի կին, ես շատ մերսողներ եմ ունեցել, մասաժիստ կամեր, շատ մերսողներ եմ ունեցել, մի երկու անգամ լավանում են, հետո չեմ հավանում, չեմ ուզում։ Այս միակ կինն է, որին շատ հավանում եմ, արդեն քանի տարի կլինի, չեմ հիշում, մենք մտերմացանք, հրաշալի անձնավորություն է, իմիջալուց կույս է գառասկոպով, իսկ կույսերը լավ են աշխատում, եթե իրան կամ շատ մաքուր պետք է լինեն, կամ շատ փնթի լինեն, կամ շատ բարի պետք է լինեն, կամ շատ չար պետք է լինեն, որտեղ կույսերը շատ են ասում, միայն իրան գիտեն, իրենք ինչ են մտածում։ Եվ ես ինչ եմ այս կնոջ մեջ հայտնաբերել, որ ուզում եմ դա ասելու, եթե ցանկացողներ կլինի, խնդրեմ ինձ կարող եք գրել, փորձեք։ Գնաք դիմեք իրեն։ Հոգու մարմնի ճարտարապետ է ինքը համարվում։ Ինքը մարդու ցավը զգում է։ Օրգանիզմի ցավը այդ կինը զգում է, երիտասարդ է։ Զգում է մարմնի որ մասնա ցավում, ստամոքսն է, սիրտն է, լյարդն է, լեղապարկն է ու աշխատում է դրա վրա։ Մատները հրաշքներ են գործում, այնպես ջերմություն է գալիս մատներից։ Մարդուն զգալը դա մասնագիտություն է, ամեն մարդ չի կա։ Ամեն ձերքերի շարժ, ինչպես ասում եմ, ամեն մկրատ բռնող վարսավիր չի, այնպես էլ ամեն մարմինը շոշափող դա մերսող չի, դա մասնագետ չի։ Ինչալուց ամեն ինչն է այդպես։ Ինչի աստղաբանների մեջ չկան տակետներ ու անգրագետներ, մեր երկու բան գիտեն, բան գիտեն։ Ու այն մարդը ինչ մասնագետ ուզում է լինի, եթե շատ է իրան մեդան գցում, եթե շատ է իրան գովում, որ ես ասեցի, ես գիտեմ, բա ես, իրանք ճիշտ չեն։ Իրանք իրենց գովում են, մի սենց բան կա, ասում է, երկնքում մի մեծ քար է կախված, ով իրան չի գովում, ընկնում է գլխին։ Հիմա այդ մարդիկ երևի այդ ասացվածքը գիտեն։ Նա խոսում է մարդու ցավի հետ եւ սովորեցնում է սիրել իր մարմինը։ Սրանից ընկում ուրիշ բան կա։ Այո, ամեն մարդ պետք է իր մարմինը սիրի, իրեն սիրի, իր ամեն տեղը սիրի, ինքը չի հիվանդանա։ Իրա ոչ մի տեղը տագեղ չի լինի։ Ու այդ քթերի վիրահատումները տենց բան չկարա իմ երիտասարդ տարիներին հազվագետեր, եթե իրակ անգել էր քիթը վնասել էր, ինչ որ իծանի խնդիր էր ունեցել, բայց ամեն երկրորդ քիթը վիրահատում, արդեն տղաները։ Ու մեծամասնության քթերը միանման, արդեն ես նայում եմ, գիտեմ, որ մի բժիշկն է դա արել։ Ռուսի քիթ են սարքել, կուրնոս, սենց։ Ինչի՞։ Ու գիտեն, թե դա գեղեցիկ է։ Ինչ որ մեկը արել է, հավաշմով, որ ես էլ պետք է անեմ այդպես։ Հերիք է իրար նմանվեք։ Անհատական եղեք, դուք անհատական եղեք, մի նմանվեք։ Այս ինչ երկիցը դերասանը մազը սենց արել, ես էլ տենց պետք է անեմ։ Սիրուն չի, արհեստական է այդ ամեն ինչը։ Եղեք անհատական, որտև յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է։ Որտև քո գլուխն է քո ուսերին, ոչ թե նրա գլուխն է քո ուսերին։ Դու ինչ ես նրա գլուխը բերում դնում քո ուսերին։ Այս ծոծրակին մենք խաչ ունենք, բոլորս ունենք խաչ։ Ուրիշի խաչը ինչ ես վերցնում բերում դնում քո վրա։ Կրկնակի խաչ, որ տակը դու պետք է կռանաս, ճկռես։
Այս մասը մեր սողկինը տիրապետում է տարբեր տեխնիկաների, ով կցանկանա, որպեսզի իմանա իր հիվանդոտ տեղը, բայց էքստրասենս չի ձեզ ասեմ, ավելի լավ մասնագետակ, քան են ճակերտավոր էքստրասեքսերը, որտեղ ես տեսնում եմ, նաև զրուցումը, նաև խրատները շատ տալիս, հատկապես տղաներին երիտասարդ խրատներ է տալիս, որպես մայր ու քույր, մեծ քույր, եթե կցանկանաք, ես կուզեի կգրեք իմեջում, ես համարը կտամ, այնպես չնի, որ ես իրեն ռեկլամ եմ անում գովազդում, բայց իրոք գովում եմ իրան, որովհետև ես ուզում եմ այս եթերի միջոցով իր շնորհակալություն հայտնել, որտեղ ինքը նաև լավ մարդ է, հրաշալի աղջիկ ունի, հրաշալի ընտանիք ունի։ Այսպես, էլի չունեմ ես ես ասելու հետաքրքիր։ Հա, այստեղ Շիրազի մի խոսքն էլ եմ գրել, սա էլ ասեմ ու վերջացնենք այն հուզող բաները։ Ինչքան տուն գայ, խոցված դառնապես, որդիս կարի պես իմ գիրքն էր ընկնում, որդիս անունը կարդացի ու մտքից ձայն էր դուրս թռչում սրտես, երանի նրան, ով հայր է լինում, երանի նրան, ով հայր է լինում, այո, երանի նրանը, որովհետև այս վերջերը շատ են ինձ գրում, որ ուզում են հայր լինել, մայր լինել, ինչը որ մայրն է գրում, որ ուզում է, կինը, որ ուզում է մայր լինել, դա ինձ համար դառել է սովորական, այո, կինը գալիս է այս աշխարհ մայրանալու համար, դա սերունդ է, որ պետք է աճի, ու գերդաստանի աճ, բայց ինչ որ տղամարդն է ասում, ես ուզում եմ հայր լինել, որ դուրը բացեմ երեխես վազիմ առաջ, ասի պապանեկավ ու թռցնի իրան, թռցնի, դնի ուսերին, այս Շիրազի ասածը իր համար, երանի նրան ով հայր է լինում, հիմա այս տարի շատերը կհայրանան, այսպես ասած, շատ-շատերը ու շատ լավ երեխաներ կունենան, շատ լավ, հարկավոր չի վազել այս կողմ են կողմ, այս էքստրասես, այն չգիտեմ ինչեր, այդ ամենը տիրոջ ձեռքն է, ամենը տիրոջ ձեռքն է, բայց այդքան մի տրամադրվեք, ու թող ծնողներն էլ, կեսուրներն էլ, զոնքաշներն էլ հանգիստ թողեն իրենց երեխեքին, վայ չեղավ, բամ երեխա չեղավ, տարին չի լրացել ամուսնության, մի քանի ամիսի չի, ինչ երեխա չեղավ, ինչ երեխա, ամեն ինչ իր ժամանակն ունի, մտածիկ միգուցե դեռ այդ զույգերը պատրաստ չեն, շատ աղետ դեպքեր, որ այդ զույգերը գնացել են բժշկի, ստուգվել են ամբողջ անալիզները նորմալ է, բայց երեխա չի լինում, ինչն է պատճառը, ուրեմն թուղթուկիր են արել, ոչ, իրենք պատրաստ չեն հայր, մայր լինելու, ծնող լինելու, որտեղ մայր շատ կանայք կարան, բայց ծնող չեն կարող, դա դաստիարակությունն է, ինքն էլ դեռ հələ երեխա է, ինքը չի կարում գնահատի, որ իմ կողքը կա տղամարդ, հետո շատ աղջիկներ անգյալացել են, շատ են անգյալացել, ահավոր ծուլացած են, հավես չունեն երեխա պահելու, անգնում են մոդայի գիրկը, դա քաղքենությունը էժանագին, որ դայակներ են պահում, բայրանք ինչ են անում, չեն էլ աշխատում, ես ինձ համար շատ ցավոտ է, որտեղ դա սերունդ է աճում, երեխային պետք է գուրգուրեն, փաղաքշեն, երեխային չպետք է հակառակվեն, երեխուն պետք է մարդատեղ տնեն, հավասարի պես, բայց մի քիչ պետք է այդ բարիերը լինի, որ հարգան, եթե դու երեխային հարգեցիր, իր հետ հաշվի նստեցիր, ինքը քո հետ այդպես կլինի, երբեք չհարգել ես, չասես քեզ չի կարելի այս բանն անել, դու չսիրահարվես, որտեղ քո տարիքը չի, դասերը տարա, սիրտ է, նկատում է գեղեցիկ, ուզում է սիրի այդ աղջիկը կամ տղան, ինչ ես ասում ոչ, դու բացատրի ինչը չի կարելի, ինքը հիմա քո մոչյանի վախից, բայց ինքը թաքուն կան, իսկ թաքունը վատ է շատ, այսքան հոգնեցի արդեն, հոգտեստեմ ինչու, հա, մեկ էլ մի կարևոր մի բան էի գրել, այստեղ հետաքրքիր միտք է, մինչև 2030 թվականը կանայք էլ չեն ուզենա աշխատել։ Հիմա 37%-ը հոգնել է։
անգորսների հետ ապրելուց, դա իրանց կողակիցն է։ Ֆիզիոթերապևտ աշխատելուց կանայք չեն, որովհետև այդ կանայք իրանց տղամարդկանց համար ֆիզիոթերապևտ են։ Այդ որ ասում են դիվան քշող, այդ տղամարդիկ են, բայց այնքան աշխատանք կա։ Սա այն տղամարդիկ, ովքեր չեն աշխատում, իրենց ամբարտավան լինելուց է։ Ու հավոր ծուլ չեմ ուզում ասեմ, լոդր, որտեղ իրենց փոխարեն աշխատող կա ու իրեն կերակրող կա։ Ու գիտեք, որ տղամարդկանց մեջ էլ նախանձներ շատ կան դեպի իրենց կանայք։ Տեսնում ենք, որ իր կինը գնահատվում է, տեսնում ենք, որ կարողանում է փող աշխատի, որ կնոջը կարան հարգեն, ժպտան, բարի լինեն իր հետ, նախանձում է։ Ու սկսում է կնոջը անդադ ոտնատակ անել, որ դու լավը չես, որ դու էփածը ճաշը լավը չէ։ Այստեղ կինը ֆիզիոթերապևտ է իր ամուսնու համար, ինչա ընտանիքը չբաժանվելի, ատամներով պահում է հանուն երեխաների։ Հետո երեխեքը մեծանում, ամուսնուն իրանց ընտանիքը դնում են, այս կին իր կյանքից ոչինչ չի հասկանում։ Կանայք չեն ցանկանում իրենց էներգիան ու ռեսուրսները օգտագործեն իրենց չգնահատողների վրա։ Դե տղամարդիկ ջան, այսուհետև գնահատեք ձեր կանանց, որովհետև ուր էլ գնաք այդ կինն է քոնը, որտեղ քեզ համար երեխաներ է պարգևել, քո սպիտակեղեն է քո կինն է լվանում, քո հիվանդ ժամանակ ինքն է քո կողքը, մի քիչ գնահատի այդ կնոջը, որ ինքն էլ քեզ գնահատի, որ տուն գալուց անհամբեր սպասի ու կարոտով ընկնի գիրկդ։ Ու այդ ամենը երեխաները տեսնեն, իրանք էլ դա անեն։ Այսօր այսքանը։ Համբերություն բոլորիս, իմ ասածներին էլ շատ կխնդրեմ, որ մի քանի անգամ լավ լսեք ու հասկացեք։ Մի սահմանափակ ուղեղով նայեք ամեն ինչին, շատ ուղեղները շատ սահմանափակ են։ Այնքան հետաքրքիր բաներ կա կյանքում, անընդհատ հիշեք, որ Հայաստանը ծաղկունքի մեջ է, անուշ հոտ կա Հայաստանում, անուշ հոտ, հենց մեր հոտը լավացավ, այն որ առաջներում եղել է։ Դուք տեսեք ամեն ինչ ինչքան լավ կլինի, համբերություն բոլորիդ։